Իրան-ԱՄՆ հակամարտությունը ռազմական և քաղաքական լարվածությունից բացի աստիճանաբար վերածվում է նաև տնտեսական ճնշումների պայքարի։ Դրա առաջին արձագանքներից մեկը նկատվում է համաշխարհային էներգետիկ շուկայում։ Նավթի գները բարձրացել են շուկաներում մեծացնելով անորոշությունը։ Ինչպես հաղորդում է Euronewsը, նավթի թանկացման հիմնական պատճառներից մեկը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ նեղուցով նավարկության վերականգնումը կարող է երկարաձգվել։ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի առևտրի զգալի մասը, ուստի դրա երկարատև փակման կամ անորոշության պահպանման հեռանկարը անմիջապես ազդում է էներգակիրների շուկայի վրա։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի պահանջները։ Այսպիսով նեղուցը վերածվում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ճնշման կարևոր գործիքի։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է չսրել իրավիճակը և կողմերի միջև մասնակի բանակցություններ են ընթանում։ Սակայն շուկաների արձագանքը ցույց է տալիս, որ անորոշությունը շարունակում է աճել։ Եթե Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը երկար ժամանակ չկարգավորվի, նավթի թանկացումը կարող է ազդեցություն ունենալ նաև փոխադրումների, արտադրության և սպառողական ապրանքների գների վրա։ Այսպիսով Իրան-ԱՄՆ հակամարտությունը մտնում է նոր տնտեսական հետևանքներով փուլ։ Նավթի թանկացումը դրա առաջին տեսանելի ազդանշանն է, իսկ Հորմուզի նեղուցի հարցի երկարաձգումը կարող է վերածվել ավելի լայն տնտեսական ռիսկի։